Անգլիական և իռլանդական լեգենդներ Սըր Գևինը և կանաչ ասպետը Արքա Արթուրը և Գինևրան պսակվեցին։ Հանդիսավոր արարողությունից հետո Արթուրը ըստ ավանդության ասպետ կարգեց իր ամենաքաջ զինվորներին։ Նրանց ընտրության գործում Արթուրին օգնեց իմաստուն Մերլինը։ Նոր ասպետ կարգվածների մեջ էր արքա Լոթի որդին, Սըր Գևինը։ Արքա Լոթը Արթուրի քրոջ ամուսինն էր, որը սպանվել էր Ուելսի ահեղ ճակատամարտում, երբ միացել էր 10 թշնամի արքաներին։ Ասպետների օծման արարողությունից հետո նրանք նստեցին կլոր սեղանի շուրջը, և սկսվեց հարսանիքը։ Այդ պահին աթոռների թիկնակներին հայտնվեցին ասպետների անունները, գրված ոսկե տառերով։ Միայն 2 աթոռ էին մնացել ազատ։ Դրանցից մեկը մատնացույց անելով Մերլինն ասաց. «Այս աթոռը Սիջ Փերիլսն է, որը պատկանում է կլոր սեղանի ամենասուրբ ասպետին։ Նա իր տեղը կզբաղեցնի միայն տարիներ հետո, բայց ձեզնից ոչ մեկը չպետք է նստի այս աթոռին, հակառակ դեպքում Սիջ Փերիլսը կսպանի բոլորիս»։ Հարսանյաց հանդեսը շարունակվեց ծննդյան տոներից մինչև նոր տարի, որը պետք է դիմավորեին քամելոթում։ Ուրախ սեղանի շուրջը ասպետները պատմում էին զվարճալի արկածային պատմություններ։ Երաժիշտները նվագում էին ամենագեղեցիկ մեղեդիները։ Թագուհի Գինևրան իր պալատական տիկնանց շքախմբում զարդարում էր հանդեսը, ինչպես ծաղկած վարդերն են զարդարում կանաչ ծառերի պուրակը։ Այս ուրախության ժամանակ արքա Արթուրը մտածում էր, որ զանազան պատմություններ լսելու փոխարեն շատ ավելի լավ կլինի ապրել արկածներով լի կյանքով։ Նրա մտքով չէր էլ անցնում, որ իր ցանկությունը շուտով կատարվելու է։ Հանկարծ դահլիճի դուռը բացվեց և անսպասելիորեն ներս մտավ մի տարօրինակ ձիավոր։ Նա ոտից գլուխ կանաչ զրահ էր հագել, միայն խթաններն էին ոսկուց։ Նրա ձին էլ ամբողջովին կանաչ էր։ Ձիավորը անկասկած աշխարհի ամենահսկա ասպետն էր։ Հարսանքավորները նորեկին սիրալիր ողջունեցին, չնայած նրա խիտ մորուքն ու ձեռքի հսկայական կացինը սարսափ էին ազդում։ Տարօրինակ հյուրը չպատասխանեց նրանց ողջույնին։ Նա միայն հարցրեց. «Ո՞վ է այստեղ տերը»։ Արքա Արթուրը ոտքի կանգնեց։ «Ողջույն քեզ անծանոթ ասպետ, միացիր մեր ուրախությանը, եթե խաղաղությամբ ես եկել»։ «Ես խաղաղությամբ եմ եկել, միայն թե ձեզնից որևէ մեկը պիտի իր ուժերը չափի ինձ հետ»։ Տիրեց լռություն։ «Միթե սա է արքա Արթուրի հռչակված արքունիքը», ծաղրանքով կանչեց կանաչ ասպետը։ «Ես տեսնում եմ պարծենկոտ մանչուկների մի ամբոխ, որոնք վախից կուչ են եկել»։ Այս խոսքերից արքա Արթուրը խիստ զայրացավ և կանչեց. «Ես ինքս կկռվեմ քեզ հետ ու կապացուցեմ, որ քո մեծադղորդ խոսքերից վախեցող չկա»։ Այդ պահին տեղից ելավ Սըր Գևինը, արքա Արթուրի քրոջ որդին։ «Տեր իմ, արատավորվում է ոչ միայն գահի պատիվը, այլև կլոր սեղանի ասպետների արժանապատվությունը։ Թույլ տուր ես մենամարտեմ հյուրի հետ։ Ուզում եմ ապացուցել, որ արժանի եմ ասպետ կոչվելու»։ Ապա Սըր Գևինը դիմեց կանաչ ասպետին. «Ասեք մենամարտի պայմանները»։ Կանաչ ասպետը ժպտաց. «Դրանք շատ սովորական են։ Սկզբում դու կվերցնես քո թուրը և կհարվածես իմ մերկ վզին, իսկ մի տարի հետո ես կհարվածեմ»։ Կլոր սեղանի շուրջը նստածները զարմացան։ Նրանք երբեք մենամարտի այսպիսի պայմաններ չէին լսել։ Արքա Արթուրը Սըր Գևինին տվեց իր սուրը։ «Ամուր բռնիր», ասաց նա։ Կանաչ ասպետը ետ քաշեց մազերը և խոնարհեց գլուխը։ Սըր Գևինը այնպիսի մի ուժեղ հարված հասցրեց նրա մերկ պարանոցին, որ գլուխն անմիջապես կտրվեց։ Բայց այ քեզ զարմանք։
կանաչ ասպետը չընկավ գետնին։ Նա հանգիստ վերցրեց գլուխը, դրեց թևի տակ, նստեց կանաչ ձին ու դուրս եկավ դահլիճից։ Հեռանալիս նա ասաց Սրգևինին. «Չմոռանաս, ուղիղ 1 տարի հետո ես քեզ կսպասեմ կանաչ մատուռում։ Ճիշտ է, դա մի քիչ հեռու է այստեղից, բայց դու կգտնես ճամփան։ Նայիր, հա, չմոռանաս խոստումդ»։ Կանաչ ասպետն անհետացավ։ Սրգևինը եւ արքան ապշած նայեցին իրար։ Խնջույքը շարունակվեց։ Ձմռան քամիները լռեցին։ Անտառները նորից լցվեցին բույն շինող թռչունների ծլվլոցով։ Մարգագետինները փռեցին ծաղիկների շքեղ գորգերը։ Ասպետները սկսեցին ռազմախաղեր կազմակերպել։ Արքա Արթուրը իրար ետևից փառավոր հաղթանակներ տարավ։ Ամառն անցավ։ Նորից փչեց սառը քամին, պոկոտեց ծառերի տերևները։ Կանաչը դժգունեց։ Սկսվեցին անձրևներն ու մշուշները։ Սրգևինը չէր մոռացել իր խոստումը։ Եվ ահա, նշանակված օրը իր պատվին կազմակերպած ճաշկերույթից հետո Սրգևինը հրաժեշտ տվեց ընկերներին։ Նա հագավ զրահը, հեծավ իր գրինգոլետ ձին, վերցրեց սուրն ու վահանը, որի վրա Սուրբ Մարիամի պատկերն էր, և ճամփա ընկավ կանաչ ասպետին որոնելու։ Նրա ետևից ափսոսանքի շշուկներ էին լսվում։ Շատերը կարծում էին, թե ասպետն այլևս չի վերադառնա։ Իզուր էր Սրգևինը ոտնատակ տալիս ողջ թագավորությունը։ Պատահած մարդուն հարցնում, թե որտեղ է կանաչ մատուռը։ Հսկա ասպետը Արթուրի թագավորության սահմաններում չէր ապրում։ Սրգևինը գնաց հասավ հյուսիսային Ուելս։ Այնտեղ նա կտրեց անցավ շատ գետեր, ժայռոտ լեռնալանջեր, ետևում թողեց ամայի դաշտեր։ Ճանապարհին նա ստիպված էր կռվել հանդիպած վայրի գազանների հետ։ Մի կողմից էլ նեղում էր սաստկացող ցուրտը։ Ծննդյան օրը Սրգևինը դիմավորեց կաղնիների մութ անտառում։ Նա գնում ու գնում էր, համոզված, որ էլ երբեք չի հանդիպի մարդարարացի։ Բայց երբ դուրս եկավ անտառի բացատ, տեսավ մի սիրուն դղյակ։ Նեղլի կարահետով նա հասավ մեծ դարպասին։ Դղյակի պահակն անմիջապես կամուրջն իջեցրեց խրամատի վրա և Սրգևինը ներս մտավ։ Դղյակի տերը սիրալիր ընդունեց հյուրին։ Իսկ երբ իմացավ, որ Սրգևինը կլոր սեղանի ասպետներից է, ոտու ձեռ ընկավ։ Դղյակի տիրուհին, որը թագուհի Գենևրայից էլ գեղեցիկ էր, իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրեց հյուրի վրա։ Ծննդյան օրը դիմավորելու համար դղյակում հավաքվել էին ազնվականներ ու տիկնայք։ Նրանք նույնպես Սրգևինին շրջապատեցին հոգատարությամբ։ Ուրախ, անհոգ մթնոլորտում արագ թռան ծննդյան տոները։ Սրգևինը պետք է շարունակեր իր որոնումները։ Նա դղյակի տիրոջը բացատրեց, որ մինչև նոր տարին պետք է հասնի կանաչ մատուռ։ Բայց դղյակի տերը պատասխանեց. այստեղից մինչև կանաչ մատուռ ընդամենը 2 մղոն է, շտապելու կարիք չկա։ Ի ուրախություն ամենքի, Սրգևինը մի քանի օր էլ մնաց։ Անցնող տարվա վերջին գիշերը, սրտաբաց զրույցի ժամանակ, դղյակի տերն ասաց ասպետին. «Վաղը որսի ենք գնալու։ Դու մի օր էլ մնա և ճանապարհ ընկնելուց առաջ լավ հանգստացիր։ Ես խոստանում եմ քեզ տալ իմ ամենալավ որսը։ Միայն թե դու էլ խոստացիր ինձ տալ վաղվա քո ավարը»։ Չնայած տանտիրոջ առաջարկը Սրգևինին տարօրինակ թվաց, այնուհանդերձ նա համաձայնեց պայմանին։ Զրույցից հետո երկուսն էլ գնացին իրենց սենյակները։ Հաջորդ օրը լույսը դեռ չբացված դղյակն արթնացել էր։ Բակը լցվել էր զինված մարդկանցով, ոգևորված որսորդների կանչերով, ձիերի վրնջյունով։ Վերջապես լսվեց որսի սկիզբն ավետող եղջերափողի ազդանշանը։ Որսաշները կատաղի հաչոցով դուրս վազեցին դարպասներից։ Որսորդները հարայ հրոցով մտան մթին անտառը
և սկսեցին դուրս քշել գազաններին իրենց բներից։ Մի փետրավոր նետից ընկավ վազող եղնիկը։ Արյան թարմ հետքերի վրա ագահաբար հարձակվեց սևամուկը։ Որսորդները խթանում էին իրենց ձիերին, կտրում անցնում էին բացատներ, թփուտներ, ցատկում էին գետակների, ձորակների վրայով։ Որսի աղմուկով էր լցվել անտառը։ Դալուկ արևը երկնքից հետևում էր ողջ տեսարանին։ Իսկ Սըր Գևինը խոր քնած էր։ Նա արթնացավ բացվող դռան ճռռոցից, աչքերը բացեց և տեսավ իր մահճակալի մոտ նստած դղյակի գեղեցիկ տիրուհուն։ Տիկինը ժպտում էր։ «Օ, Սըր Գևին, դուք երևի դատաստանի օրն էլ քնով անցնեք», ասաց նա։ Դրսում վաղուց լույս ցերեկ է։ Դեռ մութ էր, երբ բոլորը գնացին։ Դղյակում մնացել եք դուք։ Ուրեմն դուք պետք է հոգաք իմ մասին, սիրելի ասպետ։ Սըր Գևինը այնպես էր զարմացել, որ չէր կարողանում հարմար պատասխան գտնել։ Վերջապես նա ասաց. «Իբրև կլոր սեղանի ասպետ, ես ձեր տրամադրության տակ եմ, գեղեցիկ տիկին»։ «Դուք իսկապես կդառնաք իմ ասպետը», հարցրեց դղյակի տիրուհին։ «Դա ինձ համար մեծ պատիվ է», պատասխանեց Սըր Գևինը։ «Այդ դեպքում անցեք ձեր պարտականությունների կատարմանը», ասաց Սըր Գևինի գեղեցիկ հյուրը և նախքան ասպետը ուշքի կգար, համբուրեց նրան ու հեռացավ։ Սըր Գևինը արագ հագնվեց և գնաց ժամատուն։ Ամբողջ օրը նա զբաղեցրեց դղյակի տիրուհուն, ինչպես կարող էր։ Իսկ երբ նրանք մնացին մենակ, տիրուհին Սըր Գևինին համբուրեց երկրորդ անգամ։ «Ինձ լավ զբաղեցնելու համար», բացատրեց նա։ Օրը կարճ տևեց։ Լուսինը դուրս եկավ։ Դղյակում մնացած մարդիկ բոլորն էլ անցան իրենց սենյակները։ Միայն Սըր Գևինը նստեց դռան մոտ, սպասելով որսորդների վերադարձին։ Մեկ էլ դղյակի տիրոջ փոխարեն երևաց տիրուհին։ Նա գրկեց Սըր Գևինին և հարցրեց. «Դուք ուրիշ կնոջ ասպետը չեք դառնա, չէ»։ «Ոչ», պատասխանեց Սըր Գևինը։ Նրա սիրտը սկսեց ուժգին բաբախել։ «Չեմ ծառայի նույնիսկ իրեն, թագուհի Գենևրային։ Ափսոս, որ դուք ամուսնացած եք, թե չէ ես ձեզ կխնդրեի իմ կինը դառնալ»։ Դղյակի տիրուհին նրան համբուրեց երրորդ անգամ։ «Ես շատ կուզեի ձեր կինը լինել, բայց վերցրեք սա», ասաց նա, արձակելով իր ժանեկավոր գոտին։ «Թող ինձնից հիշատակ մնա ձեզ, այնպես, որ երբեք չմոռանաք այս օրը։ Խնդրում եմ, ոչ մեկին չպատմեք սրա մասին»։ Սըր Գևինը տատանվեց, վերցնի նվերը, թե ոչ։ Բայց դղյակի տիրուհին բացատրեց, որ գոտին ասպետին անվնաս կպահի նույնիսկ մահացու հարվածներից։ Սըր Գևինը հիշեց, թե ինչ է սպասում իրեն հաջորդ օրը և սիրով ընդունեց տիկնոջ առաջարկած նվերը։ Կեսգիշերին մոտ որսորդները վերադարձան։ Եղջերափողի կանչը ազդարարեց որսի ավարտը։ Դղյակի տերը ողջունեց իր հյուրին և անմիջապես սեղանին դրեց որսի պայուսակը։ «Սա քոնն է»։ Նա Սըր Գևինին ցույց տվեց մի եղնիկ։ «Առավոտյան եմ բռնել»։ Սըր Գևինը մի քայլ առավ առաջ և համբուրեց դղյակի տիրոջը։ «Ահա այսօրվա իմ ավարը», բացատրեց նա։ Դղյակի տերը խիստ զարմացավ, բայց կարգադրեց ծառաներին բերել մեծ արջի գլուխը։ «Սրան ես սպանեցի ցերեկը, ազնիվ խոսք շատ դժվար գործ էր», նորից Սըր Գևինը պատասխանեց համբույրով։ Վերջապես սեղանի վրա հայտնվեց աղվեսի մորթին։ Դղյակի տերը ստացավ երրորդ համբույրը։ Իզուր նա փորձեց իմանալ, թե Սըր Գևինը ումից էր ստացել այդ հրաշալի նվերները։ Ասպետը ոչինչ չպատմեց։ Գոտու մասին էլ ոչ մի խոսք չասաց։ Առավոտյան դրսում մոլեգնում էր բուքը։ Սըր Գևինը տիրուհու գոտին կապեց մեջքին, հագավ զրահը, գլխին դրեց սաղավարտը։ Ծառաները թամբեցին հավատարիմ գրինգոլեթը, և ասպետը հրաժեշտ տվեց դղյակում մնացող բարեկամներին։
Ճամփան ցույց տալու համար Սր Գևինին մի ծառա տվին։ Բոլորն ափսոսում էին, որ այս վատ եղանակին ասպետը ստիպված էր ճամփա ընկնել։ Սր Գևինն ու ծառան անցան վայրի ամայի տեղերով։ Երբ նրանք դուրս եկան մի դաշտ, ուղեկիցը կանգ առավ։ «Հիմա ես պետք է վերադառնամ», ասաց նա։ «Այս տեղերում թափառելը վտանգավոր է, կանաչ ասպետը ում տեսնում, սպանում է։ Մատուռը հեռու չէ։ Եթե այսպես ուղիղ գնաք, կհասնեք մի գետակի։ Դրանից հետո ճանապարհն արդեն չեք կորցնի»։ Ծառան շրջեց ձիու գլուխը և հեռացավ։ Ասպետը մնաց մենակ։ Նա շարունակեց ճանապարհը և հասավ գետակին։ Ջուրն ուրախ քչքչում էր։ Հանկարծ մի ուժգին դղրդոց լսվեց։ Վախեցած ասպետին թվաց, թե ժայռերից քարեր են պոկվում և գլորվում ներքև։ Բայց Սր Գևինի դիմաց, քարայրի մոտ, հայտնվեց կանաչ զրահով հսկան, կանաչ ասպետը։ «Տեսնում եմ խոսքիդ տերն ես», ասաց նա։ Սր Գևինին թվաց, թե սառը քամի փչեց։ Կլոր սեղանի ասպետները միշտ էլ իրենց խոսքի տերն են, պատասխանեց Սր Գևինը։ Դե շուտ, սկսիր գործդ, մի ձգձգիր։ Սր Գևինը մերկացրեց իր պարանոցը։ Մի պահ նրա աչքով ընկավ կանաչ ասպետի պսպղուն կացինը։ Հսկան առաջ եկավ, բարձրացրեց իր սարսափելի զենքը։ Սր Գևինը ակամա դողաց։ «Վա, դու դողում ես վախից», զարմացավ կանաչ ասպետը։ «Երբ դու էիր խփում, ես հանգիստ կանգնած էի»։ «Հիմա փորձիր», ասաց Սր Գևինը գլուխն իջեցնելով։ Այս անգամ նրա ոչ մի մկանը չդողաց։ Կացինը սուլոցով իջավ նրա վզին։ Արյունը ներկեց սպիտակ ձյունը։ Բայց որքան էլ անհավանական է, վերքը ամենևին էլ խորը չէր։ Հանկարծ Սր Գևինը տեսավ, որ կանաչ ասպետը պատրաստվում է հասցնել երկրորդ հարվածը։ «Ո ոչ», գոռաց նա դուրս քաշելով սուրը։ «Մենք պայմանավորվել էինք, որ մեզնից յուրաքանչյուրը հարվածի մեկ անգամ։ Այո, Սր, բայց դա մի տարի առաջ էր, իսկ ընդամենը 3 կարծեմ դուք չկատարեցիք ձեր խոստումը»։ Նոր միայն Սր Գևինը գլխի ընկավ, թե ինչումն է բանը։ Կանաչ ասպետը շարունակեց. «Այո, 3 դղյակում դուք խոստացաք ինձ տալ այն ամենը, ինչ կստանաք օրվա ընթացքում»։ Սր Գևինը շիկնեց։ Նա արձակեց գոտին և մեկնեց ասպետին։ «Դուք ճիշտ եք, սակայն թույլ տվեք բացատրեմ, այս նվերը ես ձեզ չտվի, որովհետև տիկինը խնդրել էր գաղտնի պահել»։ «Հա, նա քեզ խաբել է։ Ես ամեն ինչ գիտեի», ծիծաղեց կանաչ ասպետը։ «Քեզ պահիր այդ գոտին, որպեսզի միշտ հիշես այս օրը և չընկնես կանանց թակարդը»։ Շատ մեծ թագավորներ և հանճարեղ ռազմիկներ, ինչպիսին էին Սողոմոն իմաստունը, Սամսոնը, Դավիթը, պարտվել են կանանց միջոցով։ Շփոթված Սր Գևինը ընդունեց կանաչ ասպետի խորհուրդը, բայց չընդունեց կրկին դղյակ գնալու հրավերը։ Նա շատ էր ուզում իմանալ դղյակի տիրոջ անունը։ Կանաչ ասպետը կարծես թե կարդաց Սր Գևինի միտքը։ «Ես Բեռնլակ դը Օդեզերն եմ։ Զանազան կախարդանքներ եմ սովորել մի փերուց, որը Մերլինի աշակերտուհին էր։ Ես ուզում էի փորձել Արթուրի ասպետների քաջությունը, և դու շատ լավ արիր, որ ընդունեցիր իմ մարտահրավերը»։ Կանաչ ասպետը հրաժեշտ տվեց և գնաց։ Սր Գևինը հեծավ իր հավատարիմ գրինգոլեթը և սլացավ քամելոտ, կլոր սեղանի ասպետներին պատմելու իր արկածները։